6 մարզի 17 համայնք պատրաստվում է անցնել կայուն էներգիայի։ Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ 25 հանրային շենքերի վրա կտեղադրվեն 10-ից 100 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ, առնվազն 5 շենքում կիրականացվեն էներգախնայողության համալիր միջոցառումներ, իսկ մինչև 2027 թվականը կապահովեն 500 տոննա CO2-ի արտանետումների կրճատում։ Նախաձեռնությունն իրականացվում է համայնքների վարչական մարմինների տեխնիկական կարողությունների ամրապնդում, հանրային ենթակառուցվածքներում վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության ինտեգրված լուծումներ ներդնելու նպատակով ծրագրում, որի բաղադրիչներից են նաեւ համայնքապետարանների աշխատակիցների համար իրազեկվածության բարձրացման աշխատաժողովները։ Հերթական հանդիպումը Արմավիրի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ է։ Մենք ընտրված համայնքներում անում ենք էներգախնայող միջոցառումներ։ Համայնքը դիմել է մեզ, որտեղ որ մենք ըստ համայնքի կարիքների, այնտեղ պատուհաններ ենք փոխարինում, դռների փոխարինում, փողոցային լուսավորություն, արևային կայանի տեղադրում, թե գետնին, թե տանիքի փոխարինում կամ ջերմամեկուսացում։ Այսինքն մենք այդ աշխատանքները իրականացնում ենք։ Զուգահեռ իրականացվում են համայնքների կարիքների գնահատում, հանդիպումներ ու մասնագիտական խորհրդատվություն, մենթորինգ ու փորձի փոխանակում, արդյունքում ակնկալվում է համայնքներում բարձրացնել էներգետիկ անվտանգություն ու նպաստել բնական ռեսուրսների պահպանությանը։ Հիմնադրամը բավականին մեծ փորձ ունի ծրագրեր իրականացնելու համայնքներում այս ոլորտում եւ մենք շատ ենք կարեւորում ծրագիր իրականացնելուց համայնքների կարողությունների բարձրացմանը, իրենց գիտելիքների վերականգնող էներգետիկա եւ էներգաարդյունավետության ոլորտում։ Ինչպես նաեւ մենք խրախուսում ենք նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսին են ջերմային պոմպերը, էլեկտրական կուտակիչ համակարգերը, էլեկտրական մեքենաների լիցքավորման սարքերը եւ այլն։ Այսինքն մենք ոչ միայն դասընթացներ են կազմակերպում, իրենց գիտելիքները եւ կարողություններն ենք փորձում բարձրացնել, այլ նաեւ փոխանցում ենք մեր փորձը այս ոլորտում։ Կարողությունների զարգացում եւ իրազեկվածության բարձրացում գործողությունը հիմնադրամն իրականացնում է կանայք կլիմայում եւ էներգետիկայում հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Սա առաջի աշխատաժողովը չի, արդեն իրականացրել ենք Վանաձորում, Գորիսում, Դիլիջանում, ներգրավելով 17 համայնքներ, որտեղ տարբեր բնակավայրերում իրականացվելու են այդ ծրագրերը եւ զուգորդվելու է տեսական հատվածը մենթորինգային հատվածով, այսինքն անցնելու են դասընթաց կապված էներգախնայողության արդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների, կանաչ շարժունակության, կանաչ գնումների, կրկնվում եմ կանաչ բառով, բայց դա նկարագրում է այդ ամբողջ կայուն պրոցեսներ զարգացում էներգետիկ։ Նախաձեռնությունն իրականացում է Գերմանիայի կառավարության եւ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կայուն էներգիա Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման համար ծրագրով։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։